Փարիզում գտնվելու տարիներին հայ քանդակագործին պատվիրում են կերտել մի ազդեցիկ անձի դիմաքանդակ։ Աշխատանքը փայլուն է ստացվում, սակայն պատվիրատուն պահանջում է փոքր շտկումներ՝ մեղմել դեմքի կոշտ գծերը եւ հնարավորինս գեղեցկացնել կերպարը։ Քանդակագործը հրաժարվում է պատվերից, վերադարձնելով արդեն ստացած գումարը։ Նրա խոսքով արվեստը չի կարող խաբել։ Եթե մարդը հոգնած է կամ ծանր ճակատագիր ունի, ապա քանդակը պարտավոր է դա պատմել։ Հակոբ Գյուրջյանը հայ քանդակագործության բացառիկ մեծություններից է, որի ստեղծագործությամբ հայկական կերպարվեստը մեծ ճանաչում ձեռք բերեց եվրոպական եւ համաշխարհային հարթակներում։ Նա ծնվել է Շուշիում, իսկ նրա ստեղծագործական ճանապարհը ձևավորվել է Եվրոպայում, հատկապես Փարիզում, որտեղ շփվել է իր ժամանակի նշանավոր արվեստագետների հետ եւ աշխատել է նաեւ համաշխարհային քանդակագործության հսկա Օգյուստ Ռոդենի արվեստանոցում։ Ըստ որոշ աղբյուրների նա համարվել է Ռոդենի աշակերտը։ Գյուրջյանի քանդակներին բնորոշ են հոգեբանական խորությունը եւ ներքին դրամատիզմը։ Նա ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, նվիրված ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային պատմության եւ մշակույթի մեծություններին՝ Վահան Տերյանին, Մարտիրոս Սարյանին, Շալյապինին, Տոլստոյին, Ռախմանինովին, Բեթհովենին եւ այլոց։ Նրա անունով գրանցված է շուրջ 500 աշխատանք, որոնց մեծ մասը դիմաքանդակներ են։ Քանդակագործը անցկացրել է անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքում եւ Փարիզում, իսկ նրա գործերը ցուցադրվել են նաեւ Մոսկվայում, Տոկիոյում, Օսլոյում, Բրյուսելում եւ այլ քաղաքներում։ Հայաստանում Գյուրջյանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը ներկայացված է Հայաստանի ազգային պատկերասրահում, ըստ վարպետի կտակի, որը կյանքի է կոչել նրա կինը։ Հակոբ Գյուրջյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև մշակութային կամուրջ, ով հայկական արվեստը խոսեցրեց եվրոպական լեզվով։ Եվ այս ամենը եզրափակենք նրա հանճարեղ խոսքերով. Գիպսն ու կավը պետք է տրորել սրտի զարկերին համաչափ, արյան շարժմանը ներդաշնակ։